12-օրյա պատերազմից հետո Իրան-Իսրայել շատ լուրջ խնդիրներ ջրիրես դուրս եկան եւ առաջին հերթին Իրանի հետախուզական եւ հակահետախուզության բաստողների եւ սայթակումների վերաբերյալ, որը դրվել էր հենց Իրանի հոգեվոր առաջնորդի սեղանին։ Իրենք այդտեղ հետախուզական անվտանգային կառույցների տրամաբանությունը փոխեցին, աշխատանքի փիլիսոփայությունը փոխեցին, կառույցները քանդեցին, նորից հավաքեցին, ուրիշ ինչու, որովհետեւ Իսրայելին հաջողվել էր ցանցերը ստեղծել շատ լուրջ ներսում։ Եվ ոչ միայն Իսրայելին, նաեւ Միացյալ Նահանգներին։ Իրանական քաղաքական տարբեր շրջանակներ, այդ թվում արտգործնախարարությունում կամ պրոարևմտյան ուղղությանը կողմնակիցների մեծ ջատագովներ եւ առաջատարներ, որոնք տարիների ընթացքում հասունացել են եւ ձևավորել են մոտեցում, որի մասին պարբերաբար խոսվում է եւ եթե նկատած կլինեք նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ շատ ավելի պրոամերիկյան եւ Միացյալ Նահանգների հետ հաշտության գնալու գծի կողմնակիցներ են եղել։ Հիմա անազգային փաթեթավորմամբ կարող են դնել, որ պետական շահի տեսանկյունից եւ այլն, բայց Միացյալ Նահանգները եւ Իսրայելը լրջորեն աշխատել են այդ ուղղությունը աշխատացնելու վրա։